տրանսպորտային միջոցների քանակի կտրուկ աճը բերում են նրան, որ նաև օբյեկտիվ պատճառներ են ստեղծում մարդկանց կողմից իրավախախտումներ թույլ տալու։ Իսկ այդ օբյեկտիվ պատճառների հետ, որ գումարում է սուբյեկտիվը, նաև բերում է նրան, որ մարդիկ զրկվում են կամ կասեցվում են նրանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, որը նաև առաջ է բերում մի շարք սոցիալական խնդիրներ կոնկրետ այդ մարդկանց համար, եթե նրանք վաստակում են իրենց օրվա հացը տրանսպորտային միջոցներ վարելով։ Հետևաբար գտնում ենք, որ եթե 9 բալը դարձնենք 13 բալ, դա էապես չի վնաս չի հասցնի ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակին, եւ նաեւ պետությունը այսպիսի մի սկզբունք ունի, ինչը հնարավոր է անել ավելի նվազ վարչարությամբ կամ ավելի նվազ հարկադրանքի միջոցների հաշվին, պետք է գնա այդ ուղղությամբ։ Հիմա եթե մենք գտնում ենք, որ 13 բալի դեպքում մենք իրավաճակային վատ թարացում չենք ունենա, ինչու այդ 13 բալը չտրամադրենք, հատկապես որ դա անմիջական ազդեցություն կունենա այն մարդկանց վրա, ովքեր, կրկնում եմ, տրանսպորտային միջոց վարելով, ուղևորափոխադրում կամ բեռնափոխադրում իրականացնելու վաստակում են իրենց օրվա հացը։